Մագա Հարությունյանը այս շրջանում գտնվում է Ռուսաստանում, մասնավորապես Մոսկվա քաղաքում, որտեղից էլ հանդես էր եկել հայտարարությամբ։ Հետևորդներին նա ասել էր. «Բարի երեկո, եկել եմ ասեմ, որ ես արդեն Մոսկվայում եմ ու այստեղ ունեմ կապի խնդիր։ Նախ իմ հեռախոսը VPN չի ներբեռնում, որ կարողանամ Insta մտնեմ, ու ոնց որ գիտեք, ստեղ առանց դրա չի լինում։ Հիմա ուրիշ հեռախոսով մի կերպ մտա, այսքանը ձեզ ասեմ, մինչև կարգավորվի ամեն բան։ Քանի որ չգիտեմ երբ կկարգավորվի, ձեզ պիտի խնդրեմ էջումս ակտիվ լինեք, որ իմ պասիվությունից էջս չտուժի։ Դե օրինակ լայքերում ու կոմենտներում նախապես շնորհակալ եմ շատ, սիրում եմ ձեզ, լատինա տառիս համար կներեք, տվյալ պահին ուրիշ տարբերակ չունեմ», նշել էր Մագան։ Նշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ կարելի է ասել առաջին անգամ մանրամասներ հայտնելով իր և Սուրեն Փահլևանյանի հարաբերությունների մասին, Մագան անդրադարձել էր նաև այն թեմային, որ շատերն են իրեն մեղադրում Սուրեն-Յանա զույգի բաժանման մեջ։ Սկզբում, երբ մարդիկ ու լրագրողները խոսում էին իմ ու Սուրենի միության մասին, ոչինչ չկար բացի ընկերական հարաբերություններից։ Սկզբից այդ պատճառով էինք երգում, հետո արդեն ուզում էինք մեր հարաբերությունները գաղտնի պահել ինտրիգի համար երևի, գաղտնի էինք պահում նաև մի քանի ֆակտորների համար, ինչու ոչ նաև PR-ի։ Այդ գործոններից մեկը Սուրենի աղջիկն էր, սկզբում չէի ուզում, որ միանգամից իմանար այդ մասին։ Երեխա է ու ամեն դեպքում ես իմ մասով աշխատել եմ սկզբում լռել, ինչքանով ես գիտեմ հիմա նա նորմալ ա վերաբերվում այս փաստին, դե մեծ երեխա է, հետո Յանան բավականին արիստոկրատ կին ա ու շատ ճիշտ կարա խոսի նրա հետ ու բացատրի ամեն բան։ Երբ մենք սոցցանցերում ցույց էինք տալիս մեր հարաբերությունները, ես արդեն գիտեի, որ այդ հարցը լուծված ա ու աղջիկը դրան նորմալ ա նայում։ Ես ու Սուրենի աղջիկը ծանոթ չենք, բայց միշտ ուզել եմ ծանոթանալ, պարզապես դեռ առիթ չի եղել։ Մագայի այս հարցազրույցից հետո զույգի կյանքում կարծես թե շատ բան է փոխվել, քանի որ ընդամենը շաբաթներ առաջ իր խոսքում Սուրեն Փահլևանյանը նշել էր, որ դստեր հետ տևական ժամանակ է ինչ չի շփվում։ Դստերս հետ սկզբնական շրջանում շատ հաճախ էինք հանդիպում, մինչև իմ երկրորդ անգամ ամուսնությունը։ Նա երևի չընդունեց Մագային, մտածում եմ, որ նրա մոտ տարիքային է և շուտով կանցնի։ Մենք այս պահին երեխայի ցանկությամբ չենք հանդիպում, ճիշտ է նա փոքր է, բայց նա այդպես է որոշել։ Այս տարի երեխայիս չեմ հանդիպել, արդեն 5 ամիս է, տեսել եմ նրան, մենք փոքր քաղաքում ենք ապրում, տեսել եմ այնքան, ինչքան ինձ պետք է։ Ես վստահ եմ, որ կգա ժամանակ, որ մենք կսկսենք էլի շփվել։ Ես պարտադիր ալիմենտ չեմ վճարում, բայց աջակցում եմ հնարավորությունների սահմանում։ Ընտանիքս, մայրիկս և քույրերս և Յանայի և երեխայի հետ ջերմ հարաբերությունների մեջ են։ Տուժել եմ միայն ես, բայց դա հաղթահարում եմ, որովհետև ունեմ կողքիս ընկեր և շատ սիրող կին։ Մագան էլ հավելել էր, իրեն մեղավոր չի համարում, որ Սուրենը չի շփվում դստեր հետ, և Սուրենը և Յանան իրենց հարցազրույցներում նշել են, որ ես իրենց բաժանության հետ կապ չունեմ, ու ես ինչքան էլ մարդկանց մոտ համարձակ ու սեքսուալ կերպար եմ ձևավորել, հավատա դա այդքան էլ այդպես չի, որովհետև ես շատ ուրիշ պրինցիպներով ապրող մարդ եմ, և եթե նույնիսկ ես հանդիպեի Սուրենին, երբ նա ամուսնացած էր, այսպես չէր ստացվի, ես չէի սիրահարվի։ Ամեն ինչ ստացվեց Սուրենի քայլերից ու նրանից, որ ես իմացա ինքն ազատ մարդ ա։ Ես այդքան հեշտ սիրահարվողներից չեմ։ Երևի երևում ա ինձնից, ես չեմ կարա սիրահարվեմ ու թքած ունենամ այդ մարդը ամուսնացած ա թե չէ։ Ես վախենում եմ տենց բաներից, դա ինձ համար արժանապատիվ չի։ Անկեղծ ասած Յանային երբեք չեմ հանդիպել։ Ես ընդհանրապես լարվածություն չունեմ, չնայած կան բաներ, որոնք ինձ իր խոսքի մեջ դուր չեն եկել, բայց ես հաշվի եմ առնում, որ ինքը իմ Սուրոյի երեխու մաման ա։ Չեմ ուզում դառնա երկու կնոջ կոնֆլիկտ, բայց արտահայտվելու ձև կա ամեն ինչում, բայց ես այդ դաշտ չեմ մտնի։ Ինձ մեղավոր չեմ զգում, որ Սուրենը չի շփվում իր դստեր հետ։ Երեխա ա, կմեծանա ու կսկսի իր խելքով մտածել, էլի իրա խելքով ա մտածում, բայց ժամանակի հարց ա։ Մհեր Բաղդասարյանը նաև անդրադարձել էր Սուրենի լավ տղա կերպարին ու փորձել հասկանալ, թե որքանով դա կապ ունի Մագա Հարությունյանի համարձակ կերպարի հետ։ Սուրենն էլ ասել էր, որ հայկական կարծրատիպային լավ տղու կերպարը հենց իրենից է սկսվում։ Էնքան լավ տղա հաղորդավար եմ, որ համայն հայության ցանկալի կերպար Մագա Հարությունյանը հենց ինձ ընտրեց որպես իր ամուսին։
Նա ինձ հնազանդ է եւ ես իրեն տեր, ու այնքան լավ տղա հաղորդավար եմ, որ պատրաստ եմ ցանկացած տիպի, ցանկացած մասշտաբի հարցի առաջ կանգնեմ, դրա պատասխանը կտամ։ Իրական Մագա Հարությունյանը, ով տանն է ու իմ կինն է, նա հնազանդ է, իսկ մյուսը կերպար է, որը ես չեմ ուզում սպանել, որովհետեւ այդ կերպարին ես սիրահարվել եմ։ Մեր շրջապատում բոլորն էլ ասում են, որ Մագան իմ աղջիկ տեսակն է։ Իսկ ես նրա տղա տեսակը, երկուսս էլ շատ հասնող մարդիկ ենք եւ միասին շատ ուժեղ ենք։ Go shower. It's your birthday. We're gonna party like it's your birthday. Yes, Ինչ եմ ես պրանկա հումոր կատակ եմ Cara, apenas fazes pranca, ha, humor. Իսկ ահա Սուրեն Փահլևանյանի նախկին կինը հաղորդավարուհի Յանա Դանիելյանը իր անձնական կարծիքն ու վերաբերմունքն ուներ այս թեմաների նկատմամբ ու խոսելով իրենց ամուսնալուծության մասին ընդգծել էր. դա շուտ պետք է լիներ, սակայն այդպես դասավորվեց, հնարավոր է շատերի համար նորություն լինի, քանի որ ես երբեք այս մասին չեմ խոսել, սա առաջին դեպքը չէ, որ մենք այս որոշմանն ենք գալիս, ուղղակի մինչ այս վերջնական բաժանումը մենք դա հանրային չենք դարձրել, խոսքս սովորական ընտանեկան վեճերի մասին չէ, մենք բազմիցս որոշել ենք չապրել միասին, սակայն հետո նորից միացել ենք ու բոլոր դեպքերն էլ իմ նախաձեռնությամբ է եղել, քանի որ ես ուզում էի պահել ընտանիքս հանուն երեխայիս, այնպես որ սա առաջին անգամը չէ, բայց վերջինն է, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Հիմնական խնդիրն այն է, որ ես ընտանիք ասվածի համար ունեի իմ սպասելիքներն ու ցանկությունը, ու ընտանիքի մեր պատկերացումները չէին համընկնում։ Մեր հարաբերությունների մեջ կարմիր գիծն այն էր, երբ ամեն ինչ սահմաններից դուրս էր եկել, թե հարաբերությունների մեջ, թե իրար հանդեպ հոգատարության մեջ, ու դրանից հետո սկսվում է սառնասրտությունը։ Հիմա ասեմ, թե ես ինչու վերջնականապես եկա այս որոշմանը։ Ես շատ ծանր էի տանում այդ մթնոլորտը, բաներ կար, որ պարզապես իմ ուղեղում չէր տեղավորվում։ Ես փորձում էի արդարացումներ գտնելու, այդ ամենն արդեն ինձ վրա էր ազդում։ Դրանից հետո ես փաստի առաջ կանգնեցի, իմացա, որ ունեմ բավականին լուրջ առողջական խնդիր, ու բժիշկն ինձ ասաց, որ ինձ նյարդայնանալ չի կարելի, ու երբ հասկացա ինչի ենք մենք հասել, որ ես ինձ սկսում եմ կորցնել, ու ես եկա այդ որոշմանը, որովհետև ուզում էի պարզապես ապրել առաջինը իմ աղջկա համար։ Մեր ամուսնալուծության հիմնական պատճառն այն է, որ չի կարող լինել ամբողջական ազատ կյանք, ու դա համադրվի ընտանիքի հետ, դա ինձ համար ճիշտ չէ, անկեղծացել էր հաղորդավարուհին։ Յանան խոսել էր նաև Սուրենի հետ ներկայիս հարաբերությունների մասին, նշելով. մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք, մենք երկար ճանապարհ ենք անցել, 12 տարի ներքուստ կա մի ջերմություն, որը թույլ է տալիս լավ հարաբերություններ ունենալ։ Բաժանման որոշումը կայացրել եմ իմ երեխայի համար, ու նրա համար էսպես շատ լավ է։ Ադելի եւ Սուրենի հարաբերություններն էլ շատ լավ են, սովորական։ Նրանք հաճախ չեն տեսնվում ու դրանում իմ մեղավորությունը չէ, իսկ հետագայում ինչ կլինի, կտեսնենք, նշել էր Յանան։